Ռուս-ամերիկյան երկխոսությունն այնքան արագ չի ընթանում, որքան Մոսկվան կցանկանար, այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վիճակին, ապա նախորդ վարչակազմից մեզ ժառանգած հարուցիչները քիչ չեն։ Նոր վարչակազմի գալստով մենք զգալի ցանկություն կամ պատրաստակամություն ունեցանք վերսկսել այդ երկխոսությունը Վաշինգտոնի կողմից։ Երկխոսությունը կա, իհարկե, ոչ այնքան արագ ցավոք, որքան կցանկանայինք, հայտարարել է դիվանագետը։ Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է Բուդապեշտում ամերիկյան ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացմանը։ Նա ընդգծել է, որ նման հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի։ Նրա խոսքով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի միջև շփումները կշարունակվեն, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցի ջրերում գրավել են Թալարա նավթային լցանավը եւ այն ուղղել դեպի իրանական տարածքային ջրեր։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին։ Տանկերը հետևեցին Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Գրավման պահին այն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆաքքան քաղաքից մոտ 37 կիլոմետր դեպի արևելք։ Նավը ուղևորվում էր Սինգապուր, սակայն տեղի ունեցածից հետո այն ուղևորվել է դեպի իրանական ափ։ Columbia Ship Management ընկերությունը, որը ղեկավարում է տանկերը, հայտնել է, որ կորցրել է կապը դրա հետ եւ այդ մասին տեղեկացրել իշխանություններին։ Թեհրանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Ադրբեջանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նրան նոտա է փոխանցվել։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Իսկանդեր հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի կապակցությամբ դեսպանին նոտա է հանձնվել։ Նշվել է, որ վերջին պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը եւ դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաեւ զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։ Բարեբախտաբար զոհեր չեն գրանցվել։ Դեսպանին հիշեցրել են, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, տեղի են ունեցել նախկինում։ Մասնավորապես 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքի շուրջ վնաս է հասցվել, իսկ ծառայողական մեքենան անօգտագործելի է դարձել։ 2024 թվականի հունվարի 2-ին կինժալ հրթիռով ռուսական ավիահարվածի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտավորապես 35 քայլ հեռավորության վրա առաջացել է մոտ 3 մետր տրամագծով խառնարան, հայտնաբերվել է չպայթած զինամթերք։ 2025 թվականի օգոստոսի 28-ին էլ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքից շուրջ 50 մետր հեռավորության վրա ավիահարվածի հետևանքով վնասվել են դեսպանատան վարչական շենքը եւ հյուպատոսական բաժինը։ Դեսպանի նստավայրը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։ Բացի այդ, 2025 թվականի օգոստոսի 8-ին եւ 18-ին Օդեսայի մարզում գտնվող Սոկար նավթամբարի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել են աշխատակիցներ։ Զգալի վնաս է հասցվել ենթակառուցվածքին։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ այս բոլոր փաստերը հարցեր են առաջացնում հրթիռային հարվածների նպատակային բնույթի վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ռուսական կողմին նախկինում պաշտոնական նոտաներով Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների շենքերի կոորդինատները տրամադրվել են դեռևս 2022 թվականի ապրիլին։ Հաղորդվել է, որ կոորդինատները հաշվի կառնվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Հանդիպման ընդգծվել է, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների վրա նման հարձակումներն անընդունելի են եւ պահանջվել է ռուսական կողմից համապատասխան հետաքննություն անցկացնել, մանրամասն բացատրությամբ։ Եթե Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում կայացնեն հարձակվել Ռուսաստանի վրա, ապա Մոսկվան պատշաճ կերպով կարձագանքի։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Եթե այնպիսի խելահեղ մտահղացում, ինչպիսին Ռուսաստանի վրա հարձակվելն է, ծագում է ՆԱՏՕ-ի ստրատեգների մոտ, ապա նրանց մոտ չպետք է կասկած մնա, որ մենք արձագանքենք, օգտագործելով մեր ունեցած բոլոր հնարավորությունները։
Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, սակայն միշտ ելնում ենք խաղաղության, բարեկամության եւ իրավահավասար համագործակցության առաջնայնությունից, ընդգծել է դիվանագետը։ Սախարովան նաեւ նշել է, որ Մոսկվան դաշինքի երկրների վրա հարձակման ծրագրեր չունի, սակայն նա հավելել է, որ Ռուսաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են արդեն հիմա, հատկապես ռուսական սահմանների մոտ ռազմական բլոկի կողմից իր զորակազմի ավելացման ֆոնին։ Ուկրաինան կարող է պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում, եթե հանդուրժի կոռուպցիան։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ես զգուշացնում եմ բոլոր նրանց, ովքեր ձայնի իրավունք ունեն այս հարցում։ Զգուշացեք կոռուպցիայից, քանի որ դուք կպարտվեք պատերազմում, եթե հանդուրժեք այն, ասել է քաղաքական գործիչը։ Տուսկը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում կոռուպցիան բացասաբար է ազդում նրան աջակցելու արևմուտքի երկրների ձգտման վրա։ Ավելի ու ավելի դժվար կլինի համոզել գործընկերներին համագործակցել Ուկրաինայի հետ, եթե նման սկանդալներ շարունակվեն առաջանալ, նշել է վարչապետը։